Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառք Աստծո, որ մենք այսօր կենթանի ենք առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր ճշմարտության դասերը։ Թող Աստված օրհնի մեզ իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ընկալել եւ նաեւ Հիսուսի շնորհքով իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամիակ ուսումնասիրում մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը Քրիստոսը Ֆիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում եւ արդեն հասցրենք 14-ին, որը կոչվում է Միաբանություն խոնարհության միջոցով։ Հիշելու համար դե Ֆիլիպպեցիներ 2:2 ապա լիարժեք դարձրեք իմ ուրախությունը համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։ Միասնությունը ուժ է, բայց ճիշտը իմանալը նույնը չէ, ինչ դա անելը։ Բոլորս էլ երբեմն ձախողվում ենք, չնայած միասնության հասնելու մեր լավագույն ջանքերին, բայց դա նույնը չէ, ինչ միտոնավոր կերպով միասնությունը խաթարելը։ Ահա թե ինչու զարմանալի է, որ Պողոսը շարունակելով գրել Ֆիլիպպեցիներին ցանկանում է, որ նրանք միաշունչ, միախորհուրդ լինեն։ Ոչ թե սխալ խորհրդի, այլ ճիշտ խորհրդի մեջ։ Պողոսը միասնության անհրաժեշտությունը հիմնավորում է Հիսուսի ուսմունքով եւ օրինակով։ Այս թեման է ամբողջ նոր կտակարանում եւ հատկապես ուղերձներում տիեզերքում բաժանման ծագումը բխում է երկնքում միայնակ հրեշտակի հպարտությունից եւ դիրքի ու իշխանության ծարավից մի զգացում, որ արագորեն տարածվեց նույնիսկ կատարյալ միջավայրում։ Այնուհետև այն հենարան գտավ Եդեմում Աստծո սահմանած կանոնների նկատմամբ նման դժգոհության եւ Աստծո նախագծից ավելի բարձր ոլորտ բարձրանալու փափագի միջոցով։ Կարդանք Ֆիլիպպեցիներ 2-րդ գլխի 1-ից 3 համարները։ Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրոս փոփանք, հոգու աղոթություն, գթություն եւ ողորմություն, ապա լիարժեք դարձրեք իմ ուրախությունը համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով, ոչինչ մի արեք հակառակությամբ եւ ոչ էլ սնապարտությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Ընդհանրապես մարդիկ իրանց են լավը համարում, բայց Աստված ասում է մեկը մյուսից լավ համարեք։ Պողոսի համար անշուշտ մեծ հիասթափություն էր տեսնել, թե ինչպես է իր հիմնած ու այդքան սիրված եկեղեցին պարակվում մրցակցությունից եւ լի է վեճերով։ Նա շատ խիստ բառեր է օգտագործում հիմնախնդիրները նկարագրելու համար։ Եսասիրական հավակնություններ արտահայտությունը թարգմանվում է մի բառով, հունարեների թեյա, որն ավելի վաղ օգտագործվել է Ֆիլիպպեցիների 1:17-ում, հայերենում նախանձի եւ հակառակության նկարագրելու Պողոսի շահախնդիր մրցակիցներին Հռոմում, որ ձգտում էին առաջ տանել իրենց շահերը Քրիստոսի գործը խթանելու փոխարեն։ Եսասիրական փառասիրությունը մարմնի գործերի շարքում է, Գաղաթացիներ 5:20-ում այն կա։ Եվ ինչպես Հակոբոսն է նշում, որտեղ այնտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան։ Սնապարծ բառի հունարեն համարժեքը նոր կտակարանում օգտագործվում է միայն այստեղ, բայց աստվածաշրջան գրականության մեջ հանդիպում է ամբարտավանության, սինհպարտության, սեփական անձի վերաբերյալ ուռճացված պատկերացում ունենալու իմաստով։ Այսօր ամբողջ աշխարհն է տառապում այս հիվանդությամբ, որ իրենց անձի մասին ուղղակի ուռճացված պատկերացում ունեն։ Պողոսը Գաղաթացիներին հորդորելիս դրան շատ մոտ բառ է օգտագործում՝ սնապարծ չլինենք, միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։ Իսկ գրգռելով ինչու՞, վատ բաներում։ Ուշադրություն դարձնենք այն միջոցներին, որ թվարկում է Պողոսը այս խնդիրները լուծելու համար։ Քրիստոսով մխիթարություն։ Պողոսը կշարունակի օգտագործել Քրիստոսի անձնական օրինակը որպես հզոր խթան։ Երկրորդ՝ սիրո մխիթարություն։ Հիսուսը բացահայտում է աստվածային սերը եւ հորդորում սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Երրորդ՝ հոգու հաղորդակցություն, այսինքն Սուրբ Հոգու։ Սուրբ Հոգու ներկայությունը ստեղծում է քրիստոնեական սերտ հարաբերություններ, որ տիրում էր վաղ եկեղեցում։ Չորրորդ՝
Հաշտություն կամ կարեկցանք։ Մենք տեսնում ենք, որ աստվածային այս որակը հաճախ է դրսևորվում Քրիստոսի կյանքում և նկարագրվում է բարի սամարացու և անառակ որդու առակներում։ 5-րդ ողորմություն։ Այս որակը, որի օրինակը Հիսուսն է, պետք է դրսևորվի նաև դրա հետևորդների կյանքում, այսինքն մեր կյանքում։ 6-րդ համախոհություն, միաբանություն, նույն սերը, նույն միտքն ունենալը։ Ինչպիսի պատկեր։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է կարողանում Պողոսն ավելի ուժգին ընդգծել միասնության կարևորությունը։ Փիլիպպեցիս 2:5 Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Միասնությունը ծնվում է ոչ թե արտաքին համաձայնությունից, այլ ներքին վիճակից, մեր մտքից, մտածելակերպից ու զգացմունքներից։ Այսինքն ինչքան էլ որ ուզենանք մենք համաձայնագրեր կազմել և մեջը գրել, որ մենք իրար հետ խաղաղ կլինենք, որ մենք միասնաբար կլինենք, չի օգնի, եթե ներքուստ մենք փոխված չլինենք և ներքուստ ի վիճակի չլինենք այն իրագործելու։ Եթե ներքուստ չփոխվենք, այն միայն կմնա թղթի վրա։ Մինչ կրոնական առաջնորդները հակված էին շեշտը արտաքին վարքի վրա դնելու, Հիսուսը կենտրոնանում էր մեր մտքերի և զգացմունքների վրա։ Օրինակ, հարուստ երիտասարդ իշխանը պնդում էր, որ միշտ պահել է օրենքը, սակայն երբ նրան առաջարկվեց, որ վաճառի իր ողջունեցվածքը, տա աղքատներին ու հետևի իրեն, Հիսուսը ստուգեց նրա կապվածություն աշխարհիկ գործերին։ Նա նաև ասաց, որ մարդուն պղծողը սրտից կամ մտքից դուրս եկողն է։ Մատթեոս 15:19 Որտև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, և որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Մատթեոս 12:34 Այսինքն ինչ որ կա սրտում, դա էլ լեզվին է։ Նորից կարդանք Փիլիպպեցիս 2:3, 3 և 4 համարները։ Ոչինչ մի արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարտությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի փնտրեք, այլ ամեն մեկը իր ընկերոջինը ևս։ Ասում է, որ մեկըդ մյուսից ձեզ ավելի լավ համարեք, բայց մարդիկ ընդհանրապես իրենց են ավելի բարձր համարում և իրենց շահն են փնտրում, բայց այն հասարակությունը, որտեղ մարդը միայն իր շահն է փնտրում, ոտնահարելով ուրիշի շահերը, քայլելով ուրիշի շահերի վրա, այդ հասարակությունը ուշ թե վաղ անկում է ապրում։ Պողոսի խոսքերը խոնարհության պատկեր են նկարագրում, մտքի խոնարհություն, ուրիշներին մեզանից ավելի բարձր գնահատել, ուրիշների և ոչ միայն մեր սեփական շահերի մասին հոգալ։ Ավելի հեշտ է ասել, բայց դժվար է անել, արդյոք ճիշտ չէ։ Սակայն սրանք կարևոր սկզբունքներ են, որոնք կարևոր է հիշել մեր բոլոր փոխհարաբերություններում, շատ հաճախ առօրյա մեր կյանքում իհարկե։ Շատ հաճախ խոսակցության ընթացքում մենք հակված ենք կենտրոնանալու մեր պատասխանի վրա, մոռանալով ուշադիր լսել ու հասկանալ, թե ինչ է ասում մյուսը, և փորձել խնդրին նայել նրա տեսանկյունից։ Այսինքն մյուսը խոսում է, դու արդեն առանց լսելու իրեն, թե ինչ է ասում այս մարդը, արդեն մտքիդ մեջ պատասխան ես շարադրում։ Բայց առաջինը լսի, տես այդ մարդը ինչ է ասում, միգուցե դու կարծում ես, թե ինքը այս ինչ է ասում, բայց ինքը բոլորին ուրիշ բան է ասում։ Եվ այդ ժամանակ քո պատասխանը բոլորովին տեղին չի լինի, որտեղ դու չես լսել նրան։ Հաճախ վեճերը ծագում են պարզ թյուրիմացություններից, որոնցից կարելի է, այսինքն ենթադրություններից, ես ենթադրում էի, թե ինքը այս նկատի ունի, որոնցից կարելի է թեթևորեն խուսափել պարզապես եռանդուն լսելու միջոցով, ուշադիր լսելու միջոցով։ Հնարավոր է մենք համաձայն չլինենք, անպայման չի, որ դու համաձայն ես լսածին, բայց լսելը և մյուսի տեսակետը հասկանալու ձգտումը առողջ հաղորդակցություն և վստահություն ձևավորելու առաջին քայլն է։ Պողոսը խոսում է հոգու այն միության մասին, որը կարողանում է խաղաղության կապով պահել, Եփեսացիներ 4:7 համար։ Եթե եկեղեցում վեճ կա, Սուրբ Հոգին կարող է խաղաղեցնել ջրերը և մեզ միասնության բերել, ստեղծելով ներդաշնակություն։
Եթե իհարկե թույլ տան Սուրբ Հոգուն։ Նույն գլխում Պողոսը խոսում է հավատի միության եւ Աստծո որդու ճանաչողության մասին։ Եփեսացիներին 4:13։ Այս երկուսը փոխկապակցված են։ Նույն հավատքը, Սուրբ գրքի նույն ըմբռնումն ունենալը, որ բխում է Քրիստոսի եւ նրա ուսմունքի իմացությունից, կենսական նշանակություն ունի, որպեսզի մեր մեջ միասնություն իշխի։ Աշխարհում ավելի ու ավելի շատ ընկերություններ են աշխատում տեխնոլոգիաների վրա, որոնք համատեղում են համակարգիչների հաշվողական հզորությունը մարդու ուղեղի հետ։ Այլ կերպ ասած, մարդկային միտքը համակարգիչներին միացնելով, գիտնականները հույս ունեն համակարգիչների միջոցով ազդել մեր մտքերի վրա։ Թեև ուղեղի հետ իմպլանտների օգտագործումը կարող է դրական արդյունքներ խոստանալ, ինչպիսիք են էպիլեպսիայի, դեպրեսիայի եւ Պարկինսոնի հիվանդության կառավարումը, ես չգիտեմ ինչքանով է այս բոլորը հիմնավորված, այսինքն արդյոք օգնում է դրան թե չէ, բարդ չէ պատկերացնել նաեւ դրանց չարամիտ կիրառությունները։ Հեռու չէ այն օրը, երբ հնարավոր կլինի մտքի վերահսկումը։ Որոշ առումներով այն արդեն իրականություն է։ Մեր միտքը նման է համակարգչի, միայն թե շատ ավելի բարձրակարգ։ Տեղեկատվության անդադ հոսքը, որին մենք ամեն օր ենթարկվում ենք, ծրագրավորում է մեր միտքը, պայմանավորում մեր մտքերը եւ ուղղորդում մեր գործողությունները։ Այսինքն բարձր խավերից հատուկ ձևով կեղտոտ բաներ են դնում, կեղտոտ իմաստներով կինո են հանում եւ այլն, գիտեք ինչ է կատարում այսօր մեդիայում, որպեսզի մարդիկ դրանք նայեն եւ ավելի փչանան։ Երբ մենք ընկղմում ենք, դա կոչվում է հենց ուղեղի, այսքան մտքի վերահսկում։ Եթե մենք ինքներս մենք վերահսկենք, թույլ չտանք մեզ այդ կեղտոտ բաները նայել, դա չի ազդի մեր վրա։ Եվ ուրեմն այս տեղեկատվության անդադար հոսքը, որին մենք ամեն օր ենթարկվում ենք, ծրագրավորում է մեր միտքը, պայմանավորում մեր մտքերը եւ ուղղորդում մեր գործողությունները։ Երբ մենք ընկղմում ենք զանգվածային լրատվամիջոցների մեջ, աշխարհիկ մտածելակերպն իր դրոշն է թողնում մեր մտքի վրա եւ սկսում ենք մտածել նույն կերպ։ Ասել է, թե այլ մարդկանց մտքերն իմպլանտացվեն, ներդրվեն կամ միաձուլվեն մեր մտքերի հետ։ Շատ կարևոր է ընտրել, թե մենք ինչ ենք նայում, ինչ ենք լսում։ Մեզ էլ ինչպես Հիսուսին պետք է բնորոշ լինի հոգու խորհելը, ինչպես գրված է Հռոմեացիներին 8:6-ում։ Կարդանք առաջին Կորինթացից 2:11-12-ը, քանզի մարդկանցից ով գիտի մարդկային ներքն աշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին, որին Պողոսը հակադրում է աշխարհի հոգին։ Ով է մեր ուսուցիչը։ Եվ ինչ ենք սովորում մենք։ Մենք ամեն օր ընտրելով թե ինչ ենք մենք լսում եւ նայում, ընտրում ենք մեր ուսուցիչներին։ Դրանք բոլորը ուսացանում են մեզ։ Եթե լավ բան է, լավ բան կսովորացնի, եթե վատ բան է, վատ բան կսովորացնի։ Կարդանք Ֆիլիպպեցիս 2-րդ համարը։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Ի վերջո մենք կարող ենք փոխել մեր միտքը, բայց չենք կարող փոխել մեր սիրտը։ Դա կարող է անել միայն Աստված։ Սուրբ Հոգին պետք է վիրահատություն կատարի մեր սրտի վրա, օգտագործելով Հոգու սուրը, այսինքն Աստծո խոսքը, որ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչև շնչի եւ հոգու հոդերի եւ ողնածուծի բաժանումը, քննում է սրտի հոգումներն ու խորհուրդները։ Եբրայեցիներ 4:12։ Միայն Սուրբ Հոգու միջոցով կարող ենք իսկապես ճանաչել ինքներս մեզ, քանի որ իր բնույթով մեր սիրտը խաբում է մեզ։ Երեմիա 17:9, որ ասում է խաբուսիկ է մարդու սիրտը։ Խաբեություն բառը եբրայերենում վերաբերում է անհարթ, խորթուբորդ հողին, որը ստիպում է մեզ սայթաքել։ Ավելի լայն իմաստով այն նշանակում է խառնիխուռն, ոլորապտույտ ու ծուռ մտքեր։ Մենք պետք է վերափոխվենք մեր մտքի նորակությամբ, որպեսզի քննենք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Հռոմեացիներ 12:2 Եվ լսենք եւ նայենք միայն դա, այնինչ որ բարի է, հաճելի է եւ կատարել է Աստծուն։ Ուրեմն Աստծո մեզ փոխելու միջոցը դա Աստծո խոսքն է։ Եթե մենք արհամարում ենք Աստծո խոսքը, մենք զրկում ենք Աստծուն այն միջոցից, որով ինքը կարող է մեզ փոխել, եւ իհարկե Աստծո խոսքը միջոց է եւ փոխողը Սուրբ Հոգին է։ Իրահատություն կատարողը Սուրբ Հոգին է։ Եթե մենք ուզում ենք օրերից մի օր Հիսուսի գեղեցիկ թագավորությունում հայտնվել, մենք պիտի թույլ տանք, որպեսզի Աստծո խոսքը կատարի իր գործը մեր մեջ, Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին։ Մուհամեդ Ալին մի անգամ ասել է. «Ես ամենամեծն եմ»։ 1963 թվականի օգոստոսին աշխարհի ծանր քաշային բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց 6 ամիս առաջ նա նույնիսկ թողարկել է «Ես ամենամեծն եմ» վերնագրով ձայնագրություն, ալբոմ։ Ալին անկասկած մեծ մարզիկ էր, բայց նա օրինակ չէր, որին կարելի էր հետևել, եթե մարդը ցանկանում է ունենալ Քրիստոսի միտքը։ Ի հակադրություն Հիսուսը կատարյալ անմեղ էր, թեև նա փորձվեց մեզ նման, բայց առանց մեղքի, ինչպես ասում է Եբրայեցիներ 4:15, չմեղանչեց այսինքն։ Նա երբեք մեղք չգործեց նույնիսկ մտքով, այնուամենայնիվ Եբրայեցիներ 5:8-ը նշում է, թեև որդի էր չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Հիսուսի հնազանդությունը հոր կամքին միշտ կատարյալ էր։ Երբեք չի եղել մի պահ, որ նա հրաժարվի հնազանդվելուց, թեև անկասկած շատ անգամ դա հեշտ էլ չէր։ Կարդանք Փիլիպպեցիս 2:5-8 համարները։ Թող ձեր մեջ լինի այն խորմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո բնություն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այսինքն ուրիշ թարգմանության մեջ ասում զորով չպահեց այն, այլ թողեց, այլ ինքն իրեն ունայնացրեց, այսինքն ցածրացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամենանունից ավելի բարձր է։ Այսինքն Հիսուսը ինքնակամորեն ցածրացրեց իրեն բառացիորեն, ոչ թե ուղղակի ձևեր թափելով։ Դրա համար Աստված հետո իր հարությունից հետո ստիպված էր վերականգնել իր կարգավիճակը, որտեղ ինքը թողել էր այդ կարգավիճակը։ Հիսուսը, ով հավասար է Աստծուն, ով Աստված է, ոչ միայն մարդկային մարմին ընդունեց, այլև դարձավ ծառա։ Դուլո, որ նշանակում է ծառաստրուկ, այսինքն ինքը ոչ թե որպես թագավոր ծնվեց, ինչպես այսօր էլ հրեաները սպասում են, թագավորի են սպասում դեռ, այլ որպես ծառա ծնվեց, որպեսի ծառայի մեզ, որպեսի մինչև վերջ իր գործը կատարի, խաչվի եւ մեզ փրկություն պարգևի։ Եվ ապա զոհաբերեց իրեն մեր մեղքերի համար։ Մեկ այլ տեղ Պողոսն ասում է, որ նա մեզ համար անեծք դարձավ։ Այսինքն Գաղաթացիներ 3:13։ Այսինքն Աստվածաշունչը ասում է մեղքի վարձքը մահն է։ Անեծք նշանակում է պատիժ։ Այսինքն Աստված մեզ ազատեց երկրորդ մահից։ Եթե մենք ընդունենք իրան, երկրորդ անգամ չենք մեռնի, այլ հարություն կառնենք։ Աստված մեր արարիչը մահացավ խաչի վրա, որպեսզի նաև մեր փրկիչը դառնա, եւ դա պահանջում էր, որ նա անեծք, այսքան պատիժ դառնա մեզ համար, պատժվի մեր փոխարեն։ Ինչպես սկսենք ընկալել այս խոսքերի իմաստը, նույնիսկ ավելին ինչպես կարող ենք կատարել այն, ինչ հորդորում են Սուրբ գրությունները, ունենալ նույն պատրաստակամությունը խոնարհվելու եւ զոհաբերելու մեզ հանուն ուրիշների բարօրության։ Մեկ այլտեղ Հիսուսն ասաց. «Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի, ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, եւ ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի»։ Սա շատ առումներով արտացոլում է այն, ինչ Պողոսն ասաց Փիլիպպեցիներին, եւ ինչ հորդորում է անել։
Ավելի տեսանելի արտահայտություններով Պողոսն այստեղ ասում է այն, ինչն ավելի վաղ նշել էր, թե ինչպես չպետք է վարվենք։ Ոչինչ մի արեք հակառակությամբ եւ ոչ էլ սնապարտությամբ։ Ֆիլիպպեցիներ 2:3։ Այսինքն մարդիկ կան, որ սկի չեն էլ լսում, թե դիմացին ինչ է ասում, կամ լսում են միայն հակառակը ասելու համար։ Այդպես չի լինի, որ այդ մարդը համաձայնի, անպայման պիտի հակառակը ասի։ Այս մարդը ճիշտ ասի, սխալ ասի, ինքը անպայման պիտի հակառակ ասի այդ մարդուն։ Եվ այսինքն այդ հակառակության հոգին մարդու մեջ է դրված։ Եվ երբ որ մարդ չի պայքարում դրա դեմ, այն ուժգնանում է։ Ինչպես պետք է արձագանքենք այն ամենին, ինչ Քրիստոսն արել է մեզ համար, ինչպես նկարագրված է Ֆիլիպպեցիներ 2:5-8-ում։ Ինչ արձագանք կարող է լինել համարժեք կամ արժանի այն ամենին, ինչ Քրիստոսն արել է մեզ համար, բացի թերևս ծնկի գալուց եւ երկրպագելուց։ Այսինքն ինքը Աստված լինելով իրեն խոնարհեցրեց, իսկ մենք մեղավոր մարդ լինելով մեզ կարծում ենք շատ մի մեծ երևելի բան եւ չենք ուզում խոնարհվել։ Աստվածաշնչյան հանրաճանաչ հատվածներից մեկը գտնվում է Կորինթացիներ 8:2 համարում, եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպես պետք է գիտենալ։ Այսինքն չգիտի իրականում։ Չկա մի այնպիսի թեմա, որի մասին մենք ամեն ինչ գիտենք։ Մենք միշտ կարող ենք ավելին սովորել ցանկացած թեմայի վերաբերյալ, եւ որքան ավելի ճշմարիտ է սա աստվածության ու մարմնացման հետ կապված հավերժական իրողությունների առումով։ Պողոսը հաճախ է անդրադառնում Քրիստոսի զարմանալի խոնարհությանը, թե ինչպես նա մարդ դարձավ։ Սա մի թեմա է, որն ամբողջությամբ հասկանալու համար հավերժություն անգամ բավարար չի լինի։ Հռոմեացիներ 8:3 Հռոմեացիներ 8:3 Այն ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմին այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ։ Եվ Եբրայեցիների մեջ ասում է, որ մենք կատարյալ քանապետ ունենք, որ իր արյունով փրկագնեց մեզ, ամեն ինչով նմանվեց մեզ եւ իր արյունով փրկագնեց, մեկ ընդմիշտ փրկագնեց մեզ։ Այսինքն խոնարհվելով եւ մինչեւ վերջ գնալով ինքը հնարավորություն տվեց մարդուն, ցույց տվեց, որ հնարավոր է մարդկային մարմնում կատարել Աստծո օրենքը։ Եվ այդ ձևով ինքը մեծ շնորհք պարգևեց այն կատարելու։ Երբ որ ասում ենք մենք Հիսուսի շնորհքով կարող ենք անել ամեն ինչ, ուրեմն կարող ենք մենք ինքներս չենք կարող Աստծո օրենքը պահել, բայց Հիսուսի շնորհքով կարող ենք։ Ինչպես է հնարավոր, որ Աստծո հավերժական որդին Սուրբ Հոգու ներգործությամբ աստվածային մարդկային էակ դառնար Մարիամի արգանդում։ Մեր ուղեղում չի տեղավորվում այն միտքը, թե ինչպես կարող էր անսահման ու հավերժականը հանկարծ դառնալ սահմանափակ, վախճան ունեցող մարդ ենթակա մահվան։ Այսինքն ինքը իրեն սահմանափակեց Աստված։ Սա է այն գլխավոր միտքը, որ արտահայտում է Պողոսը Աստվածպարծության խորհուրդ արտահայտության մեջ 1 Տիմոթեոս 3:16, որ ասում է, եկեք կարդանք 1 Տիմոթեոս 3:16 1 Տիմոթեոս 3:16 Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է։ Աստված մարմնով հայտնվեց, հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում, փառքով համբարձվեց։ Այսինքն այդ խորհուրդը, թե ինչպես Աստված մարդ դարավ, մարդու ուղեղին հասու չէ, եւ այն մարդիկ, որ ձգտել են իբր թե բացատրել դա, ընկել են հերետոկոսության մեջ եւ բոլորովին հեռացել են ճշմարտությունից, վերջի վերջը որոշում, Հիսուսը ուրեմն Աստված չէր, որտեղ էդի անհնար է։ Այո, մեր ուղեղի համար անհնար է։
Եվ պարզ գրել է Պողոսը, որ դա գաղտնիք է, մեզ հասու չէ դեռ հասկանալ։ Միգուցե հավիտենական տարիում մենք հասկանանք, բայց ոչ հիմա։ Փիլիպպեցին ինչ որ Աստված մեզ բացել է, եկեք ուսումնասիրենք այն, որպեսզի մոլորության մեջ չընկնենք։ Փիլիպպեցիներ 2:6 գեղեցիկ օրհներգում Պողոսն ավելի մանրամասն քան Սուրբ գրքի որևէ այլ տեղ բացատրում է այս խոնարհությունը, որը Աստծո բնություն ունենալով, բնություն բառը վերաբերում է նրա աստվածային բնույթին, որ Հիսուսը հավասար էր Հորը։ Ինքն իրեն ունայնացրեց, պարզապես զարմանալի է Հիսուսի աստվածային արտոնություններից հրաժարվելու եւ ինքն իրեն ունայնացնելու, այսինքն ցածրացնելու խորհրդավոր բնույթը, որպեսզի կարողանար դառնալ իսկապես մարդ եւ փորձվել այնպես, ինչպես մենք։ Ինքն իրեն խոնարհեցրեց, մարդկային բնություն ընդունելով Հիսուսը համապարփակ գերիշխանությունից անցավ լիակատար ծառայության, ինչը հակառակ էր արուսյակի նպատակին, այսինքն արուսյակը հակառակն էր ուզում։ Մահ այն էր խաչի մահ, չկար ավելի խայտարակ մահ, քան այն, որ ընտրեց Հիսուսը, նախապես ծրագրելով այն հոր հետ խաղաղության խորհրդում, նախորոք պատկերելով այն Մովսեսի կողմից օձը բարձրացնելու միջոցով եւ այդպիսով դառնալով մեղք, որտեղ Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ 2 Կորինթացիս 5:21։ Այժմ կարդանք վկայությունների եկեղեցու համար հատոր 5-րդ գրքից։ Այն ողջ հայրական սերը, որ սերնդեսերունդ փոխանցվել է մարդկային սրտերի միջով, բոլոր նուրբ զգացմունքները, որոնք բացվել են մարդկանց հոգիներում, ընդամենը մի փոքր առվակ են Աստծո անսահման, անսպառ սիրո անծայրածիր օվկիանոսի համեմատ։ Լեզուն չի կարող արտահայտել այն, ինչ եւ ոչ էլ գրիչը կարող է պատկերել այն։ Դուք կարող եք խորհել դրա մասին ձեր կյանքի բոլոր օրերում, կարող եք ջանասիրաբար ուսումնասիրել Սուրբ Գիրք այն հասկանալու համար, կարող եք օգտագործել Աստծո կողմից ձեզ տրված բոլոր ուժերն ու կարողությունները, փորձելով ընկալել երկնային Հոր սերն ու կարեկցանքը, եւ այնուամենայնիվ դրանից այն կողմ դեռևս անսահմանություն է բացվում ձեր առջև։ Դուք կարող եք դարերով ուսումնասիրել այդ սերը, բայց երբեք չեք կարող ամբողջովին ընկալել Աստծո սիրո երկարությունն ու լայնությունը, խորությունը, բարձրությունը, այն սերը, որն արտահայտվել է իր որդուն աշխարհի համար զոհաբերելու պատրաստակամությամբ։ Հավերժությունն ինքնին երբեք չի կարող ամբողջովին բացահայտել այն, եւ այնուամենայնիվ, երբ մենք ուսումնասիրում ենք Սուրբ Գիրքը եւ խորհում Քրիստոսի կյանքի ու փրկագնման ծրագրի մասին, այս մեծ թեմաներն ավելի ու ավելի են բացվում մեր ըմբռնողության առջև։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի ձեռագրից, ձեռագրի 36 1875 թիվ, երբ մենք սովորում ենք այնպես, ինչպես Մովսեսը Քրիստոսի դպրոցում, ինչ պետք է սովորենք, հպարտանալ մեծամիտ ուռճացված կարծիք ունենալ մեր մասին։ Իհարկե ոչ։ Որքան շատ ենք սովորում այս դպրոցում, այնքան ավելի ենք առաջ գնում հեզությամբ ու մտքի խոնարհությամբ։ Մենք չպետք է մտածենք, որ արդեն սովորել ենք այն ամենը, ինչն արժանի է իմանալը։ Մենք պետք է լավագույնս օգտագործենք այն տաղանդները, որ Աստված է տվել մեզ, որպեսզի երբ մահկանացու էությունից անմահության փոխվենք, չթողնենք այն, ինչ ձեռք ենք բերել, այլ մեզ հետ տանենք մյուս կողմը։ Հավերժության անվերջ տարերի ընթացքում Քրիստոսը եւ նրա փրկագնման գործը մեր ուսումնասիրության թեման պետք է լինեն։ Աղոթենք եւ գործենք այնպես, որպեսզի մենք հայտնվենք Հիսուսի թագավորության մեջ եւ դա է շարունակ սովորենք, ուսումնասիրենք իր սիրո թեման։ Թող Աստված օրհնի մեզ դրանում եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։